Մարկեսյան մոգական ռեալիզմի նուրբ ու բազմաշերտ աշխարհը աճեմյանցիների յուրահատուկ մեկնաբանությամբ։ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի փոքր բեմում ամենասիրուն ջրահեղձը ներկայացման առաջնախաղն է ըստ Գաբրիել Գարսիա Մարկեսի համանուն պատմվածքի։ Մայրաքաղաքից հրավիրված ես ինձ իրավունք կվերապահեմ ասել լավ ու ժամանակակից ռեժիսոր Ալինա Արարատյանի ղեկավարությամբ այսօր հանձնում ենք մի շատ գեղեցիկ ու շատ հետաքրքիր ներկայացում Մհեր Մկրտչյան փոքր բեմում։ Ինձ համար շատ կարևոր է, որ Մհեր Մկրտչյան փոքր բեմում լինեն այնպիսի հեղինակներ, ինչպիսիք են Ջորջ Օրվելը, Գաբրիել Գարսիա Մարկեսը եւ լինի նոր մոտեցումներ ու նոր ձեռագրեր։ Աշխարհի ամենագեղեցիկ ջրահեղձը Մարկեսը գրել է 1968-ին։ Երեխաները ծովափին գտնում են մուգ մեծ առարկա, որը պարզվում է անսովոր չափերի ու գեղեցկության տղամարդու դիե, որին գյուղի կանայք հիացած անվանում են Էստեբան։ Այս պատմությունը տեղի բնակիչներին ստիպում է փոխել իրենց ապրելակերպը հանուն այդ գեղեցկության, վերանայել իրենց մոխրագույն կյանքը, միավորվել, դառնալ համերաշխ, երազող եւ ապրել ավելի արժանապատիվ։ Գյուղացիները գեղեցիկ ջրահեղձին թաղում են մեծ պատվով, իրենց համարելով նրա ընտանիքը։ Ես կարծում եմ, մենք միշտ պիտի ամենակարևոր բանը չկորցնենք մեր միջի գեղեցկությունը։ Կողքինին տեսնելու, երբ որ մենք ապրում ենք, բայց չենք նկատում, որ մեր կողքին ապրող մարդը ինքը մաքուր է ու գեղեցիկ է։ Մենք խոսում ենք հոգևոր գեղեցկության մասին, նաև ֆիզիկապես, երբ որ իրենք ջրահեղձը գալիս է ու իր հետ բերում է մի շատ կարևոր բան, որ մարդիկ սկսում են գնահատել իրենց արժեքները, իրենց կողքին ապրող մարդկանց արժեքները, տեսնում են գեղեցիկ ու գնահատում են։ Պիեսն Արինա Արարատյանը վերածել է բեմադրության, թելադրելով հետաքրքիր ոճ։ Հերոսները չեն խոսում, միայն խաղում են։ Խոսում է միայն հեղինակը, պատմելով այս խորհրդավոր պատմությունը։ Թատրոնում վստահ են այս ձևաչափով բեմադրությունը հետաքրքիր կլինի նաև օտարալեզու լսարանին։ Այստեղ մենք չունենք առանձնացված հստակ ցցում կերպարներ, այստեղ դուք կտեսնեք մեր հասարակության մեջ գոյություն ունեցող բոլոր մարդկային տեսակները, այստեղ հավաքական կերպարներ են, օրինակ իմ կերպարներից մեկը բիրտ, կոպիտ եւ նույնիսկ ալկոհոլի նկատմամբ որոշակի թուլություն ունեցող տղամարդու կերպար է, որ անընդհատ ճնշում է իր կնոջը, ճնշում է հասարակության իր բարեկամներին, ընկերներին, բայց հայտնվելով ջրահեղձի հայտնվելուց հետո այս կերպարը, ինչպես բոլոր մնացած այլ կերպարները, իր կյանքը վերափոխում է, դառնում է ավելի լավը, դառնում է ավելի նվիրված, կնոջ նկատմամբ ավելի ուշադիր։ Ամենասիրուն ջրահեղձ ներկայացումը մեզ համար նորություն է, որովհետև մենք բոլորովին նոր ոճով ենք ներկայանում այստեղ, թե խաղավոճի տեսանկյունով, թե մատուցման, թե դրամատուրգիայի։ Մենք սկսել ենք կերպարները մարմնավորել ոչ թե տեքստից, այլ շարժումից։ Սա շատ յուրահատուկ նորություն է եւ ժամանակակից թատրոնում սա ձեռագիր է։ Ապրիլին եւ մայիսին Գյումրու թատրոնում կլինեն նոր առաջնախաղեր, մեկը կատակերգություն։ Մայիսին եւ հունիսին թատրոնը կմասնակցի նաեւ ֆոլկլորային փառատոնի Բուլղարիայում։ Քրիստինա Մկրտչյան, Մարտին Գևորգյան, Լուրեր։